Դերասանուհի Ռոզա Դավթյանը շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել և իր ինստագրամյան էջում կիսվել նոր ֆոտոշարքերով և լուսանկարներով։ Վերջին օրերի ընթացքում համացանցը բուռն կերպով քննարկում է Ռոզա Դավթյանի անձնական կյանքը և նրա հավանական հղիությունը։ Սակայն այս մասին դերասանուհին դեռ որևէ հստակ մեկնաբանություն չի արել իր սոցիալական էջերում։ Հետևելով դերասանուհու վերջին տարիների գործունեությանը, ակնհայտ է, որ Ռոզան իր անձնական կյանքի մասին շատ բացահայտումներ անել չի սիրում, և թերևս դա է պատճառը, որ հղիության մասին խոսակցությունները նա բավականին հմուտ ձևով թաքցնում է։ Իսկ մենք ավելի ուշ կրկին թարմ մանրամասներով ձեզ կպատմենք Ռոզա Դավթյանի նորությունների մասին։ Այժմ անդրադառնալով աստղային այլ նորություններին, նշենք, որ Գոռ Հակոբյանը Գերմանիայից նոր լուսանկար է հրապարակել ու գրել. «Շնորհավոր հունիսի 1, թող աշխարհի բոլոր մանուկները լինեն պաշտպանված, առողջ ու ապրեն խաղաղ երկնքի տակ։ Ֆելիքսի մեկ շաբաթի արձակուրդն ավարտվեց, և մենք վերադառնում ենք բուժման»։ Սոցիալական էջերում ընտանեկան լուսանկարին կից գրել էր Գոռ Հակոբյանը։ Դերասանուհի և պրոդյուսեր Աննա Մաքսիմը իր սոցիալական էջերում դեռ շաբաթներ առաջ հայտնել էր նշանադրության մասին ուրախալի լուրը։ Երկրպագուներից ստանալով բազմաթիվ ջերմ խոսքեր ու շնորհավորանքներ, Աննան պարբերաբար հրապարակում է սիրելիի հետ նոր լուսանկարներ, սակայն այնպես, որ չերևա նրա դեմքը։ Այսօր էլ Աննան նրա հետ տեսանյութ է հրապարակել։ Անդրադառնալով խոր իմաստ ու հետաքրքիր թեմաների, առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Ինչքան փող կուզենայիր ունենայիր այս կյանքում։ Ինչ ես ծիծաղում, պատասխանի, ինչքան փող կուզենայիր ունենայիր։ Մի $50 միլիոն։ Okay, ենթադրենք քեզ այսօր առաջարկում են վերցնել $50 միլիոն, բայց Դոլար։ 1950 միլիոն $, բայց այն պայմանով, որ ցավոք քո կյանքը վաղը չի շարունակվելու։ Չէ։ Էլ չես արթանալու, կհամաձայնվես վերցնել $50 միլիոն։ Չէ։ Ուրեմն քո վաղվա օրը արժի $50 միլիոն։ Խնդրում եմ, ճիշտ օգտագործիր։ Եթե դու սիրում ես ինչ-որ մեկին, ապա պետք է ընդունես նրան այնպիսին, ինչպիսին նա կա։ Հակառակ դեպքում դու սիրում ես միտքը նրա մասին, իսկ դա իլյուզիա է, իսկ իլյուզիաները սովորություն ունեն փշրվելու։ Արդեն տևական ժամանակ է, ինչ դերասանուհի Աննա Մանուչարյանն ու դուստրը երգչուհի Մալենան տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ մշտական բնակության, որտեղից էլ նրանք պարբերաբար սոցիալական էջերում կիսվում են նոր լուսանկարներով ու տեսանյութերով։ Մալենան այսօր նոր ֆոտոշարք է հրապարակել, որում կրկին ընդգծված է իր գեղեցկությունը։ Աղջիկը շարունակում է փայլել։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն էլ շարունակում է գտնվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դերասանուհին շրջագայությամբ է մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղից էլ հրապարակել են նոր ֆոտոշարք։ Մարիամը, ինչպես միշտ, գեղեցիկ, ոճային ու կանացի տեսք ունի։ Այս լուսանկարներից նաև երևում է, թե որքան ուրախ ու լավ է իրեն զգում Մարիամը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Առաջարկում ենք դիտել լուսանկարներից մի քանիսը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բլոգեր և դերասանուհի Ան Մինյոնն ու նրա ամուսինը մեկնել են Մեղրամիս։ Նրանք հանգիստն անցկացնում են Եգիպտոսում, որտեղից էլ Աննան նոր տեսանյութեր ու վլոգներ է ներկայացնում իր երկրպագուների համար։ Դրանք մեծ քննարկում են առաջացնում, և երկրպագուները խնդրում են Աննային դրանք ավելի շատացնել։ Առաջարկում ենք դիտել տեսանյութերն առանց մեկնաբանության։ Նոր եմ արթնացել, լվացվել, ինչի, որովհետև մենք պետքա ժամը 6:15 լինեինք ռեսեպշնում, որ գնենք սաֆարի ու դայվինգի, գնացել ենք, մոտ մինչև 2 ժամ սպասել ենք, ընթացքում իջել ենք, հաց ենք կերել ենք վերև, նորից սպասել ենք, ամեն ապրանքները դրած։ Այս դայվինգ սաֆարի գնացող կամպանիան եկել է, 2 հատ ռուս մարդու է ման գալիս, ոչ թե հայ։ Մտածում եմ, որ մեզ պետքա տաներ, ինքը սխալվել է, մտածել եմ մենք պետք է ռուս լինենք։ В общем, տենց այսօր մենք չենք գնացել սաֆարի, եկել ենք նորից քնել ենք, որովհետև շուտ ենք զարթնելու, նոր արթնացել ենք։ Հիմա նորից գնում ենք հաց ուտելու ու ամեն օր ես այս story մատերիալներ եմ ձեր համար նկարում, բայց ափսոսում եմ դա story տեղադրեմ, որովհետև մինչև կտրտում եմ սիրուն, որ տեղադրեմ story, ջոկում եմ, որ դա դառնա reel, այնպես որ սպասեք, հեսա reel եմ տեղադրելու ձեր համար, սաղ իմ գործերը։
մեղրամիս, Մեյքափ, ինչպես պարվել ամռանը առանց տոնայինի։ Վերցնում ենք տինտեր, բրոնզերի գույն, քսում ենք մաքուր դեմքին այն հատվածներում, որտեղ քսում ենք սովորաբար կոնտուրները։ Ես տեսա, որ մի քիչ եմ արել, ավելացրեցի եւ նաեւ շրթունքներիս կոնտուր արեցի։ Թողնում ենք չորանա եւ հետո սովորական թաց անձեռոցիկով մաքրում ենք այնքան, մինչեւ լինի ձեր նախընտրած մաքրության եւ առանց հետքերի։ Հետո քսում ենք արևապաշտպան, որը չի տալիս սպիտակ էֆեկտ։ Եթե ունեք կարիք, քսում եք շատ քիչ կոնսիլեր միայն աչքերի տակ եւ անպայման դիմափոշի եք անում, որ չկուտակի։ Ես նաեւ ավելացրեցի մի քիչ գրեմային ռումյանա եւ հայլայթեր։ Սարում ենք հոնքերը, ես արեցի իմ մշտական ստրելկաները եւ տուշը։ Մի քիչ մատիտ ու շուրթերի յուղ։ Այսպիսով ունեցանք արևապաշտպան մեյքափ առանց ծանր տոնայինի եւ եթե գնաք լողալու, չի մաքրվի կոնտուրները։ Ես ավելացրեցի նաեւ պեպեններ, իրականում արդին դուր է գալիս։ Դե ինչ, տինտերներ պատվիրել էի Վալբերիսից։ Եթե հավանեցիք լայֆհակը, անպայման օգտագործեք եւ կիսվեք ձեր կարծիքով։ Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը երգչուհի Լիլուն իր սոցիալական էջերում հրապարակել է 3 երեխաների մասնակցությամբ նոր ֆոտոշարք։ Լիլուն գրառմամբ նշել էր, որ ցանկանում է, որ բոլոր երեխաները լինեն առողջ եւ ունենան անհոգ մանկություն։ Դե իսկ նրա 3 երեխաները նման են իրար եւ անչափ գեղեցիկ։ Դե իսկ Լիլուն էլ հաճախ է հրապարակում նրանց մասնակցությամբ տարբեր լուսանկարներ։ Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը չի կորցրել սոցիալական էջերում իր ակտիվությունը։ Նա այսօր նոր տեսանյութ է հրապարակել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի հետ։ Դերասանուհիները նաև մտերիմ ընկերուհիներ են, սակայն պատահաբար են հանդիպել թատրոնում, իսկ մենք առաջարկում ենք լսել նրանց խոսքն առանց մեկնաբանության։ Իմ ճանապարհները անընդհատ բախվում են իմ Անահիտի հետ Կիրակոսյան։ Չեք հավատա, բայց լրիվ իրարից անկախ մենք մեզ երկուսին այսօր հրավիրել են փոքր մհերի պրեմիերայի։ Ես վերցրեցի իմ փոքր մհերի, Ծովինարը վերցրեց իր փոքր պայուսակը եւ մենք կինո Մոսկվա դուսանք մուլտը լավն է։ հաջողություն ենք մաղթում եւ շնորհավորում։ Բլոգեր Էվելինա Խանոյանը շարունակում է սոցիալական էջերում բարձրաձայնել ու խոսել այն թեմաների մասին, որոնք իրեն հետաքրքիր են։ Դրանք հետաքրքիր են նաև հանրությանը։ Էվելինան այս անգամ անդրադարձել է երեխաների պաշտպանության օրվան եւ նոր տեսանյութում իրեն անհանգստացնող կետերի անդրադարձել։ Ներկայացնում ենք տեսանյութը ձեզ։ Որ ոչ մի երեխա անպաշտպան չլինի։ Ես կուզեի ոչ մի երեխա չենթարկվի բռնության, ագրեսիվ կամ անհարգալից վերաբերմունքի, ընտանիքի կամ այլ մարդկանց կողմից։ Կուզեի ոչ մի երեխա ականատես չլինի ծնողների միջև վիճաբանություններին, բռնությանը եւ իր փոքրիկ ուսերին չտանի ավելին, քան կարող է։ Կուզեի ոչ մի երեխա սիրո, հոգատարության, բարության ու իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու պակաս չունենա։ Կուզեի ոչ մի երեխա չերթևեկի առանց ամրագոտի կամ քարսիտ եւ վթարի ժամանակ ապրելու հնարավորություն ունենա։ Կուզեի ոչ մի երեխայի անձնական տվյալները մեծ մասշտաբով չտարածվեն համացանցում եւ հետագայում նրանց չդարձնեն խոցելի։ Կուզեի ոչ մի երեխա չմտածի, որ իր հետ որևէ բան այն չէ, որ վատ վերաբերմունքը, քիչ սերը կամ խնդիրները իր պատճառով է, իսկ երեխաները հաճախ հենց այդպես են մտածում։ Կուզեի ոչ մի երեխա չվախենա ծնողին պատմել իր հետ պատահած դժվարությունները եւ վստահ լինի, որ կստանա օգնություն։ Կուզեի ոչ մի երեխա կենսական կարիքների, սննդի, կրթության, հագուստի պակաս չունենա։ Կուզեի ավելի ապահով աշխարհ երեխաների համար։